Ապրենք առողջնեք դուք դիտում 21 TV եթերում, բարև ձեզ, ես Տաթև Արաքելյանն եմ։ Այսօր տաղավարին հյուրընկալել եմ մեծահասակների եւ մանկական լոր մասնագետ Տաթևիկ Գարիգինյանին։ Սակայն մինչև զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն Արփինկա Բյութիին, տեղեկացնել, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Երբ ասում ենք լոր մասնագետ, առաջին հերթին չգիտեմ ինչի միանգամից քթի առողջության մասին ենք ուզում խոսել, բայց այսօր կարծրատիպ ենք կոտրելու եւ խոսելու ենք մեր ականջների առողջության մասին, մասնավորապես մեր լսողության մասին ենք խոսելու եւ ամենասկզբից սկսենք, հա, խնամքից սկսենք, հիգիենայից սկսենք եւ ինչ է պետք առհասարակ, որպեսզի ականջներն առողջ լինեն։ Շատ ընդհանրական հարց տվեցի, ձեզ տալիս եմ հնարավորություն բոլոր կողմերից մոտենալ հարցին։ Նախ սկսենք նրանից, որ ականջի ինքնամաքրվող օրգան է եւ առանձնապես շատ խնամք չի պահանջում, ուղղակի ճիշտ հիգիենայի մեջ մտնում այն, որ լողանալուց հետո սրբիչով ականջախեցին սրբել, մաքրել եւ ականջի փայտիկները, որոնք նախատեսված են ուղղակի ականջախեցու համար, չօգտագործել արտաքին լսողական անցուղում, որը կարող է պատճառ հանդիսանալ շատ ծնպայի խցանի առաջացման, արտաքին օտիտների առաջացման, իսկ ծծումբը, որը արտադրվում է արտաքին անցուղում, ինքը ունի միկրոպասպան, պաշտպանիչ հատկություն եւ ծամելու, լողանալու ընթացքում ականջը ինքնամաքրվում է, դրա համար շատ հատուկ վերաբերմունք, այո, անհրաժեշտ չի։ Շատ լավ, ես կարծում եմ խնամք ասելով նաև կանխարգելում պիտի հասկանանք, որովհետև շատ հաճախ շատ հիվանդությունների դեպքում կանխարգելումը որոշիչ է լինում։ Եվ այս համատեքստում ես ուզում եմ խոսենք այն բոլոր գործոններից, բարձրաձայնենք այն բոլոր գործոնները, որոնք կարող են վնասել մեր ականջի առողջությունը, մեր լսողությունը։ Ամենատարածվածներից մի քանիսը ես հարցադրման մեջ օգտագործեմ, իսկ ձեր պրակտիկաներ ինչ որ կհուշի, խնդրեմ դուք էլ դրանք բարձրաձայնեք։ Այս ժամանակահատվածում, երբ մենք ապրում ենք այսպես կոչված ականջակալների դարաշրջանում, հա, տարատեսակ տարբերակներ է շուկան առաջարկում, անլարից մինչև շատ մեծ մազակալ հիշեցնող, հա, ականջակալներ, որոնք այսպես կոչված վտանգավոր, շատ վտանգավոր, քիչ վտանգավոր, հա, նույնիսկ կարող ենք տարանջատել։ Սրանց ամենօրյա անընդհատ օգտագործման մասին սկսենք խոսելը, որքանով է վտանգավոր կամ անվտանգ։ Ինքնիենով ականջակալները վտանգավոր չեն, վտանգավոր է հենց ականջակալներով բարձր երաժշտություն լսելը, որովհետև բարձր երաժշտությունը լսողական նյարդի վնասման է, երկարատև բարձր երաժշտություն ազդեցությունը լսողական նյարդի վրա բերում է նրանց բջիջների մահվան, անդարձելի մահվան եւ լսողության իջեցման, որը շատ ժամանակ գրեթե անդարձելի պրոցես է լինում։ Իհարկե մենք ունենք տարբեր ձևերի ականջակալներ, ավելի ցանկալի է օգտագործել օդային մեծ ականջակալները, քանի որ նրանցով նախ ձայնի լսվող երաժշտության ձայնը հավասարաչափ է տարածվում, հետո նրանք ներականջային դրվող ականջակալներին նաև բացասական կողմը նա է, որ նրանք անընդհատ գրգռում են արտաքին անցուղին եւ կարող են հանդիսանալ պատճառ ինչպես արտաքին օտիտների, սնկային ախտահարումների ականջի, երբ որ ականջակալների հիգիենան նաև ճիշտ չի պահպանվում։ Եվ ընդհանրապես ճիշտ խորտ կտայի օգտվել 60-60 կանոնից, այսինքն ականջակալներով լսվող երաժշտությունը պետք է մաքսիմալ ձայնից 60%-ից բարձր չլինի եւ 60 րոպեից ավել չլինի օրեկան։ Դուք կարող եք եւ անպայման պետք է ականջներին տալ հանգիստ լռություն, ասենք 60 րոպե երաժշտություն լսելուց հետո բարձր 60 դեցիբելից բարձր երաժշտությունը արդեն կարող է հանդիսանալ վտանգ լսողական նյարդի համար 100 եւ 120 դեցիբելը դա արդեն կարող է առաջացնել կտրուկ ցավ ականջում եւ լսողական նյարդի վնասում։ Շատ լավ, ես այս բարձր երաժշտության հետ կապված ուզում եմ փոքրիկ շտկում անենք։ Առհասարակ եթե օրինակ սենյակում շատ բարձր երաժշտություն կամ շատ բարձր ձայներ են, սրանք եւս այդ 60-ի մեջ են ներառված։
Նայեք, իհարկե բարձր աղմկոտ միջավայրում գտնվելը նույնպես վնասում է, բայց հենց ականջակալներով լսվող բարձր երաժշտությունը ավելի անմիջական ազդեցություն է ունենում նյարդի վրա, քան սենյակում, բայց նաև կա այդպիսի հիվանդություն եւ այն մարդկանց մոտ լսողության իջեցումն լինում մասնագիտական, ովքեր անընդհատ գտնվում եւ աշխատում են աղմկոտ միջավայրում։ Շատ լավ։ Նաև խնդրում եմ նշեք այն բոլոր գործոնները, որոնք կարող են մեր ականջի առողջության համար վտանգավոր լինել։ Ականջի առողջության առաջինը լսողության համար, լսողական նյարդի համար վտանգավորը բարձր աղմուկը, բարձր երաժշտությունը, երկարատև օգտագործումը, բարձր երաժշտության, ճիշտ սխալ խնամքը ականջի փայտիկների հաճախակի կիրառումը, որը հաճախ առաջացնում է ծծմբային խցաններ եւ արտաքին օծիտ, այդքանը երևի թե։ Ինձ թվում է չկա մի կին, որ չի սիրում ականջող։ Կարծում եմ սա ամենաշատ օգտագործվող աքսեսուարներից մեկն է։ Նույնիսկ վերջին տարիներին նորաձևությունը թույլ է տալիս որքան շատ այնքան լավ, հա, տարբերակով, որքան մեծ այնքան լավ, որքան երկար ու արտահայտիչ այնքան լավ։ Շատ հաճախ նաև տեսնում ենք կանանց, ովքեր մեկ ականջին կարող են ունենալ 10+ քանակությամբ ականջողեր։ Սա արդյոք կարող է վտանգավոր լինել մեր ականջի առողջության համար։ Վտանգը կայանում է հիմնականում նրանում, որ եթե ծանր մեծ ականջող են օգտագործում, շատ հաճախ կարող են այն առաջացնել բլթակի պատրվածքներ, ինչպես նաև նրանց ոչ ճիշտ հիգիենան, որը կարող է բերել ականջախեցու բորբոքման, իսկ եթե հիգիենան նորմալ պարվի եւ մեծ օղեր չօգտագործվի շատ, կարծում եմ այդպիսի վտանգ չենք ունենա։ Իսկ կարևոր է, թե այդ անցքը ականջի որ հատվածում է արվել, այստեղ վտանգավորության եւ անվտանգության տարբերակներ կան։ Չէ, ոչ թե անցքը որ հատվածում է արվել, այլ օղը, որը օգտագործվում է, նախ եւ այն անցքը, որ արվում է, պետք է արվի ստերիլ եւ ճիշտ պայմաններում, որ չառաջացնի ականջախեցի բորբոքում եւ օղն էլ օգտագործելուց պետք է չլինի շատ մեծ եւ անհարմար, որ անընդհատ ինչ որ բորբոքումներ առաջի, շատ ենք ունենում այդպիսի հիվանդներ, որ օղը դակման ժամանակ նույնիսկ մտնում եւ խցանում է խեցին, հա, բավականին լուրջ խնդիրներ առաջացնում այդ բaragայում։ Նույն հենց դակելու process-ը պետք է ճիշտ ընթացքով կընթանա եւ խնամքը հետակայում օղերը կրելու պետք է ճիշտ լինի։ Մանավանդ ամառվա շրջանում լողավազանը կարծես թե միակ փրկությունն է, հա, տապից պաշտպանվելու եւ կյանք վերադառնալու, բայց մենք նաեւ լավ գիտենք, որ լողավազաններում լողանալիս հաճախ հանդիպում են բորբոքային խնդիրներ, հանդիպում են նաեւ վիրուսներ ու նաեւ ականջի, այսպես ասած, խցանվելու, փակվելու երևույթներ։ Ժողովրդական շատ տարբերակներ կա սրանից խուսափելու կամ եթե արդեն կա, նաեւ բարելավելու, հա, շտկելու համար։ Իսկ ինչ է ասում բժշկությունը նման հարցերի համար։ Այն պարագայում, երբ արդեն արտաքին լսողական ունցողում մենք իսկ ունենք խցան եւ օգտվում ենք լողավազանից, ջուրը, որ ներթափանցում է արտաքին լսողական ունցողի, կարող է այդ ժամանակ առաջացնել խցանում եւ շատ բուժառուներ դիմում են, որ լողավազանից հետո ականջը փակվել է, չեն կարողանում լսել եւ եթե մի քանի օր չեն դիմում եւ լողավազանը կամ ծովում լողանում են եւ ջուրը լինում է ոչ մաքուր, կարա նաեւ դրան զուգահեռ ընթանել բորբոքային process-ներ եւ ուղեկցվել նաեւ ոչ միայն ծծմբային խցանի արկայությամբ, այլ նաեւ օծիտներով։ Ես շատ եմ լսում մանավանդ մեծահասակների մոտ գնանք ականջները լվանանք, գնանք ականջները մաքրենք, խցանվելը լավ չեմ լսում եւ այլն, այսպիսի արտահայտություններ։ Սրանք ինչ պարբերականությամբ պետք է անել թե չանել, ում է ցուցված, երբ է պետք դիմել նման միջամտությունների, եթե կարելի այսպես նաեւ անվանենք, հա, որքանով է վտանգավոր, եթե մարդը ունի զգացողություն, որ ականջը խցանվել է, հա, եւ չի գնում բժշկի։ Այս մասին նաև ուզում եմ խոսենք։ Այո, շատ ցավոտ ու ակտուալ թեմա շոշափեցիք, իրականում շատ եմ ունենում բուժառուներ, ովքեր դիմում են վատ լսելու պատճառով եւ անպայման ուզում են, որ ականջները լվալ, իսկ հաստատը
ասում եք, որ իրականում դրա կարիքը չկա, ասում են դե եկեք ամենայն դեպս մի հատ լվանք էլի, պետքա 6 ամիսը մենք գոնե ակաժները լվացնենք, չգիտեմ որտեղից եւ եկել այդ միֆը, իրականում նայեք, ցանկացած այն պարակայում, երբ բուժառուն զգում է, որ ունի լսողության իջեցում, պետք է դիմել անմիջապես լոռ մասնագետի, որովհետև լսողության իջեցման պատճառները կարող են լինել տարբեր։ Կարող են լինել արտաքին ականջում խնդիրը, դա նույն ծծմբային խցանն է, կարող է լինել որևէ սուր վարակային վիրուսից հետո տարած էքստատիվ օտիտները պատճառը եւ կարող է լինել լսողական նյարդի հետ կապված խնդիրներ, սուր նիվրիտներ, որոնք արդեն ներքին ականջի խնդիրներ են, այդ բոլորը հասկանալու եւ տարբերակելու եւ ճիշտ ախտորոշում դնելու եւ լուծում տալու համար անպայման նախ պետք է զննել ականջը, լոռ մասնագետը եւ հասկանալով թե կոնկրետ ականջի որ հատվածում է առաջացել խնդիրը լսողության չլսելու եւ տալ համապատասխան լուծումը, իսկ ականջները պրոֆիլակտիկ լվալ, ես սկզբում էլ ասեցի, որ ինքնամաքրվող օրգան է, դրա կարիքը չկա, եթե կա լսողության իջեցում, արդեն մասնագետը զննելով կհասկանա, եթե կա խցանը, իրոք դա պետքա հեռացնել, բայց ժամանակ լինում է խցանը հեռացնելուց հետո, հատկապես տարեցների մոտ լսողությունը չի վերականգնվում եւ պարզ է դառնում, որ խնդիրը ոչ միայն խցանի մեջ է, այլ նաեւ ներքին ականջում լսողական նյարդի հետ կապված խնդիր ունենք, դա արդեն պահանջում է գործիքային հետազոտություն, դա ախտորոշելու համար։ Պարտադիր է, որ բոլոր մեծահասակներն ունենան լսողական խնդիրներ, սա դատավճիռ է բոլորի համար։ Իհարկե ոչ, բայց տարիքի հետ բնականաբար նաև կապված թե ինչպիսի ապրելակերպ են ունեցել, ինչ աշխատանքով են զբաղվել, աղմուկոտ միջավայրում են աշխատել, օրինակ ունեցել են պացիենտներ, ովքեր գործարաններում են աշխատել եւ այդ ստանոկների բարձր աղմուկը շատ մեծ հետևանք է թողել տարիների ընթացքում իրենց լսողության վրա, կարող է լսողության իջեցում աստիճանաբար լինում է տարիքային, դա համար եթե դուք նկատում եք, որ կա խնդիրը, պետք է անցնել այդ գործիքային հետազոտությունը, դա ուղղակի զննման պարզ չի դառնում եւ հասկանալ իրականում ստուգել լսողական նյարդը եւ հասկանալ թե դուք ունեք խնդիրը, ինչ աստիճանի է դա եւ ինչ լուծում պետքա տալ դրան։ Իսկ լուծում կա։ Այդ է ուզում ասել, հատկապես եթե դուք սուր փուլը նոր եք նկատում կտրուկ իջեցում, դա պետք է անհապաղ դրան այդ ժամանակ դիմել մասնագետի, քանի որ այս պարակայում սուր լսողական նյարդի խանգարումները դարձելի են եւ այս ամեն օրը նշանակություն ունի մեր համար։ Մենք պետք է կատարենք հետազոտությունը, դա աուդիոմետրիկ հետազոտություն է կոչվում եւ հասկանանք, եթե ունենք սուր նիվրիտ, սկսել արագ բուժումը, որպեսզի վերադարձնենք այդ process-ը, բայց եթե անցնում է 1, 2, 3 ամիս եւ նույնիսկ տարիներ, այդ լսողության կորուստը արդեն անդառնալի է։ Այս պարակայում մեզ արդեն օգնության գալիս են լսողական ապարատները, եթե կա իրոք խնդիր եւ դրա կարիքը։ Կան մարդիկ, ովքեր հենց այդպես են ծնվել եւ իրենց առանձնահատկությունը, որ իրենք ունեն թույլ լսողություն, բայց սա չի խոսում խնդրի մասին, այսինքն ծանր լսողության մասին չի խոսքը։ Պարզապես ոմանք շատ սուր լսողություն ունեն, կան չէ, մարդիկ ասում են շշուկն անգամ ես կարող եմ լսել եւ ընկալել։ Եվ մարդիկ, որոնք ուղղակի ավելի վատ են լսում, ոչ թե խնդրի մակարդակով։ Չէ, այդպիսի բան չկա, իրականում ուզում եմ ասել հատուկ ինչ որ թիվ կա, որ այսքան պիտի լինի, օրինակ լսել է։ Եվ շատ ուրախ եմ ասել, որ Հայաստանում հիմա կա գոյություն ունի լսողության սկրինինգ հասկացողությունը, բոլոր ծննդատներում արդեն գործում է, որ նորացին երեխաներին անպայման ստուգում են ծնվելուց 1-2 օր հետո լսողությունը։ Այսպես մենք նաև հայտնաբերում ենք այն երեխաներին, ովքեր բնածին խլություն ունեն, կամ կա ինչ-որ խնդիր են նկատում, մի քանի ամիս հետո նորից կանչում են, ստուգում են լսողությունը, որովհետեւ մենք հասկանանք, եթե կա խնդիր, կա խլություն, այս պարակայում արդեն գնում են ուրիշ մեթոդների, լսողական կոխլեար իմպլանտացիա են արվում, որպեսզի լսեն։ Նորմայում բոլորը, եթե ստուգումները ծննդատնում անցնում են եւ տալիս է, որ նորմա ունենք լսողություն եւ տարիների ընթացքում խնդիրներ չեն առաջանում, որ լսողությունը կորցնեն, բոլորս լսում ենք նույն կերպ, այո։ Այսինքն այստեղ մտածում եմ գուցե ուշադրության հարցն է, հա, որ մեկ ավելի ուշադիր է,
Մեկ ավելի ոչ։ Շատ լավ։ Եզրափակելով այսօրվա մեր զրույցը եւս մեկ հարց եմ ուզում տալ, որը շատ հաճախ ենք լսում, թեկուզ կատակների մակարդակով, այնքան բարձր էր ձայնդ կամ այնպես հարված ստացա թմկաթաղանթը սպատրվեց։ Արդյոք թմկաթաղանթը այդքան հեշտ ազդակների ենթարկվող երևույթ է, օրգան է, չգիտեմ ինչպես է ճիշտ անվանելը։ Իրականում նույնիսկ դա թմկաթաղանթը այո բառը տրավմաներից ու հարվածից, նույնիսկ ափի հարվածից, որը ոչ ճիշտ արվում, կարող է թմկաթաղանթը պատրվել եւ լսողության վրա նաեւ ազդում են կտրուկ կրակոցը, պայթոցի տակ բարձր աղմուկները այդ ժամանակ առաջանում են ակուստիկ տրավմա եւ լսողական նյարդը վնասվում է։ Այո, կարող բացի թմկաթաղանթից որոշ ժամանակ եթե թմկաթաղանթի պատրվացների մասին ենք խոսում, եթե ինքը շատ մեծ չի եւ ճիշտ հետակայում ենք արագ ախտորոշում ենք եւ հետեւում ենք, բուժում ենք, շատ ժամանակ այո վերականգնվում է։ Իսկ եթե չի վերականգնվում, նաեւ կան վիրատական մեթոդներ, արհեստական թաղանթի տեղադրում, տարբեր մեթոդներով մենք կարող ենք վերականգնել թմկաթաղանթի ամբողջականությունը։ Այսինքն այստեղ եւս լուծում ունենք։ Այո, իհարկե ունենք։ Դա միանշանակ ունենք։ Այն պարագայում, երբ ունենք թմկաթաղանթի թափածակում, մենք պետքա ճիշտ խնամք տանենք, այդ ձեր ասած ձեթով թրջած բամբակը, որը արդեն հիմնական ավելի նոր մեթոդներ, թաղանթներ, որոնցով պետքա փակենք ականջը, որպեսզի ջուր չլցվի եւ ժամանակ տանք թմկաթաղանթին, որ ինքը կարողանա վերականգնվել։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս մեծերի եւ մանկական լոր մասնագետ Տաթևիկ Գարիգինյանն էր։ Եվս մեկ անգամ ասեմ շնորհակալություն Արփինկա Բյութիին, տեղեկացնեմ, որ այն գտնում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարը 044 31 27 38։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։